Արդեն մի քանի օր է Երևանի Իսակովի պողոտայով երթևեկելն իսկական մղձավանջ է դարձել վարորդների համար, հատկապես աշխատանքային օրվա մեկնարկին եւ ավարտին։ Երթևեկությունը պողոտայում միակողմանի փակվում է, ինչի հետևանքով կիլոմետրանոց խցանումներ են առաջանում ոչ միայն նշված հատվածում, այլև հարակից փողոցներում, որտեղ կուտակվում են այն վարորդների մեքենաները, որոնք փորձում են շրջանցել Իսակովի պողոտայի քաոտիկ երթևեկությունը։ Քաղաքացիները աշխատանքի կամ ուսման ժամանակին հասնելու համար ստիպված են լինում սովորականից 1 ժամ շուտ դուրս գալ տնից, բայց միևնույն է հայտնվում են անվերջ խցանման մեջ եւ ուշանում։ Նրանք, ովքեր կարող են ֆիզիկապես իրենց թույլ տալ, իջնում են ավտոբուսներից եւ ոտքով հատում Իսակովի պողոտան։ Տեսեք, իրանք ասֆալտ են անում։ Շատ լավ կլիներ, որ մեկը անեին, հետո մյուսը անեին։ Ինձ թվում է այդ ժամանակ խցանումներ այդքան չէր լինի։ Ումը բողոքենք, օրենք կա, ասեք։ Եթե օրենք կա, թող աչքս մտցնեն, բայց օրենք չկա։ Գնացել եմ ավտովокзал, որ գնամ բյուրական, ու մնացի ստեղ։ Դե ավտոբուսն դեղ չէ, պիտի հելնեմ ոտով միջև դալմայի, որպեսզի ես հասնեմ ավտոբուսի։ Հեսա 3 օրած տենց։ Սոր вообще ահավորը։ Սա համարը որ գնում գալիս։ Շատ սխալ է, որ կատարվում է ցերեկը, ոչ թե գիշերը, ու ամբողջ հանրապետությունում սենց խնդիրներ է առաջանում։ Առավոտյան եկել եմ 2 ժամ, ամենաերկար ժամը որտեղ եղել է 2 ժամ 40 րոպե, որ գնացել եմ այստեղից Էջմիածին, իսկ առավոտյան 2 ժամում եմ եկել։ Ցանկացա վարձել սամակատովիչներ, որպեսզի ավելի արագ ստացվի, բայց գնում էր չի գործում, ավելի նույնիսկ այդ սամակատը ծրագրում չկար, որ հասանելի է, այդպես էլ չստացվեց։ Ինչու է քաղաքապետարանը այս վիճակը ստեղծել? Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները փորձում են Իսակովի պողոտան բարեկարգել մայիսի 4-ից 5-ը Երևանում կայանալիք Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովից առաջ։ Այս միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանելու եվրոպական տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ, նախնական տեղեկություններով Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Պարզ է, որ նման բարձրաստիճան հյուրերին ընդունելու համար հարկավոր է պատշաճ տեսքի բերել քաղաքը, իսկ Իսակովի պողոտան Զվարթնոց օդանավակայանից Երևանի կենտրոն տանող գլխավոր ճանապարհն է։ Հայտնի չէ սակայն, թե ինչու քաղաքային իշխանություններն ավելի շուտ չեն սկսել այդ գործընթացը քաղաքացիներին այս կարգի անհարմարություններ չպատճառելու համար։ Այն մասին, որ գագաթնաժողովը տեղի է ունենալու մայիսի սկզբին, հայտնի էր դեռ նախորդ տարի։ Բարեկարգման աշխատանքներն ավելի շուտ սկսելու դեպքում դրանք կարող էին ավարտին հասցվել միայն գիշերային ժամերին աշխատելով, կոլապսի չընթարկելով քաղաքի երթևեկությունը։ Մինչդեռ քաղաքապետարանը մինչև այժմ անգամ հայտարարություն չի տարածել հայցելու քաղաքացիների ներողամտությունը նրանց պատճառված անհարմարությունների համար։